Նիկոլ Փաշինյանն ու տեղակալները ստացել են նախորդ տարի 51.6 միլիոն դրամ պարգևավճար, նախարարները մինչև 9 միլիոն դրամ պարգևավճար, թոշակառուի վրա ամիսներով մունատ գալուց հետո, անպետք համարելուց հետո, բեռ ու ավելորդ ծախս համարելուց հետո տալիս են 10,000 դրամ, այսինքն խոստանում են, որ կտան։ Իրենք, որ միայն աղետներ են բերել մեր գլխին, ստացել են $8 միլիոն պարգևավճար։ Թոշակառուն, որ սաղ կյանքն է աշխատել, քայքայել է կյանքը, առողջությունը, երկիր է կառուցել ու հիմա պետության հույսին է, ստանալու է ընդամենը $25, որպես լավություն, հետն էլ զգուշացում, որ չես մոռանում, չէ, որ 2 ամսից ընտրություններ են։ Անբարոյական քաղաքականություն է։ Ուզենք ձեզ սովի կմատնենք, ուզենք կվիրավորենք, կնվաստացնենք, հետո կտանք 10,000, այն էլ ընտրություններից առաջ, որ չմոռանաք ընտրել։ Ասում էր, թոշակը բարձրացնեմ, թոշակառուն չիմանա ինչ անի 10,000 դրամը։ Հիմա թոշակառուն արդեն դարձել է ընտրող, եւ Նիկոլը գիտի, թե ինչ է անելու թոշակառուն 10,000 դրամով։ Թոշակները իհարկե չէին կարող բարձրացնել հունվարին, որովհետև մինչև ընտրություններ արդեն սովորական կդառնար այդ գումարը, ու մեկ էլի սկսելու էր չհերիքել, իսկ ընտրություններից ընդամենը 1-2 ամիս առաջ դա արդեն ուրիշ տպավորություն է։ Կրկնում եմ, չի կարելի, անհնար է այս քայլը չդիտել որպես նախընտրական կաշառք։